Գիրք Հեսու, գլուխ 6. Եվ Երիքովը Իսրայելի որդկանց առաջին ամուր կերպով փակված էր, դուրս եկող և մտնող չկար։ Եվ Տերը Հեսուին ասեց. «Տես, ես քո ձեռքն եմ տվել Երիքովը և նրա թագավորին, զորավոր քաջերին, և դուք ամեն պատերազմական մարդիկդ քաղաքը շրջապատեցեք մեկ անգամ քաղաքի շուրջը պտույտ տալով։ 6 օր այսպես անես։ Եվ 7 քահանաներ 7 հոբելյան փողերն առնեն տապանակի առաջին, և 7-րդ օրը քաղաքի շուրջը 7 անգամ պտույտ տաք, և քահանաները փողերը հնչեցնեն։ Եվ երբ որ հոբելյան եղջյուրները հնչեցնեն, և դուք փողերի ձայնը լսեք, բոլոր ժողովուրդը մեծ աղաղակով աղաղակե, և քաղաքի պարիսպները վայր կընկնեն, և ժողովուրդը վեր գնա ամեն մեկն ուղիղ իր առաջովն։ Եվ Նավեի որդի Հեսուն քահանաներին կանչեց և նրանց ասեց. «Վեր առեք ուխտի տապանակը, և 7 քահանա 7 հոբելյան փողեր առնեն Տիրոջ տապանակի առաջին»։ Եվ ժողովրդին ասեց. «Անցեք և քաղաքը շրջապատեցեք, և զինվորները Տիրոջ տապանակի առաջն անցնեն»։ Եվ երբ որ Հեսուն ժողովրդին ասեց, 7 քահանաները, որ 7 հոբելյան փողերն ունեին, Տիրոջ առաջն անցնելով փողերը հնչեցրին, և Տիրոջ ուխտի տապանակը գնում էր նրանց ետևիցը։ Եվ զինվորները գնում էին փողերը հնչեցնող քահանաների առաջիցը, իսկ վերջապահները տապանակի ետևիցը, և գնում ու փողերը հնչեցնում էին։ Եվ Հեսուն ժողովրդին պատվիրեց ասելով. «Աղաղակ մի հանեք, և ձեր ձայնը չլսվի, և ձեր բերանիցը մի խոսք դուրս չգա մինչև այն օրը, որ ես ձեզ ասեմ, թե աղաղակեցեք, այն ժամանակ աղաղակեցեք»։ Եվ Տիրոջ տապանակը քաղաքի բոլոր քովը գնաց մեկ անգամ պտույտ տալով, և եկան բանակը, և գիշերը բանակումը մնացին։ Եվ Հեսուն առավոտանց կանուխ վեր կացավ, և քահանաները վեր առան Տիրոջ տապանակը։ Եվ այն 7 հոբելյան փողերը կրող 7 քահանաները գնում էին Տիրոջ տապանակի առաջում փողերը հնչեցնելով, և զինվորները գնում էին նրանց առաջիցը, և վերջապահներն էլ գնում էին Տիրոջ տապանակի ետևիցը, ու քահանաները փողերը հնչեցնում էին։ Եվ երկրորդ օրն էլ քաղաքի շուրջը մեկ անգամ պտույտ տվին, և ետ դառան բանակը, 6 օր այսպես արին։ Եվ 7-րդ օրը կանուխ վեր կացան արշալույսը ծագելիս, և քաղաքի շուրջը 7 անգամ պտույտ տվին նույն կերպով։ Միայն թե այն օրը 7 անգամ պտույտ տվին քաղաքի շուրջը։ Եվ 7-րդ անգամին եղավ, երբ որ քահանաները փողերը հնչեցրին, Հեսուն ժողովրդին ասեց. «Աղաղակեցեք, որովհետև Տերն այս քաղաքը ձեզ է տվել»։ Եվ քաղաքը և բոլոր նրանում եղածը Տիրոջ համար նզովված լինի, միայն Ռախաբ պոռնիկը ողջ մնա, ինքը և իր հետ իր տան մեջ բոլոր եղողները, որովհետև մեր ուղարկած լրտեսներին թաքցրեց։ Բայց դուք զգուշանաք նզովվածիցը, միգուցե որ նզով կբերեք նզովվածիցը առնելով, և Իսրայելի բանակը նզովքի մեջ գցելով նրանց փորձանքի հանդիպեցնեք։ Եվ բոլոր արծաթն ու ոսկին և պղնձի ու երկաթի ամանները Տիրոջ համար սուրբ լինեն, Տիրոջ գանձը մտնեն։ Եվ ժողովուրդը աղաղակեց փողերը հնչվելիս։ Եվ երբ որ ժողովուրդը փողերի ձայնը լսեց, և ժողովուրդը բարձրաձայն աղաղակեց, պարիսպները վայր ընկան, և ժողովուրդը վեր ելավ քաղաքը ամեն մեկը ուղիղ իր առաջ, և քաղաքն առան։ Եվ քաղաքում եղող բոլոր, թե այր և թե կին, երիտասարդ և ծեր, արջառ, ոչխար և էշ սուրի բերանով կոտրատեցին։ Եվ Հեսուն ասեց այն երկիրը լրտեսող երկու մարդկանցը. «Գնացեք այն պոռնի կնկատունը և հանեցեք այնտեղից այն կնկան և նրա ամեն ունեցածը, ինչպես որ նրան երդում արիք»։ Եվ այն լրտես երիտասարդները գնացին և հանեցին Ռախաբին և նրա հորը և մորը և եղբայրներին և նրա ամեն ունեցածը, և նրա բոլոր ազգատոհն էլ հանեցին։ Եվ նրանց կանգնեցրին Իսրայելի բանակիցը դուրս, և քաղաքն այրեցին կրակով, և բոլոր նրա մեջ եղածը, միայն արծաթն ու ոսկին և պղնձի ու երկաթի ամանները Տիրոջ տան գանձի մեջ դրին։ Այսպես Հեսուն ողջ պահեց պոռնիկ Ռախաբին և նրա հոր տունը և նրա ամեն ունեցածը, և նա Իսրայելի մեջ բնակվեց մինչև այսօր, որովհետև նա թաքցրեց այն լրտեսներին, որոնց Հեսուն ուղարկել էր Երիքովը լրտեսելու համար։ Եվ Հեսուն երդում արավ այն ժամանակ ասելով.
Անիծյալ լինի Տիրոջ առաջին այն մարդը, որ վեր կենա շինե այս Երիքով քաղաքը, իր անդրանիկովը նրա հիմերը դնե, և իր կրտսերովը նրա դռները կանգնեցնե։ Եվ Տերը Հեսուին հետ էր, և նրա համբավը տարածվեցավ բոլոր երկրի մեջ։